Ներքին գործերի նախարարությունը վարորդների կյանքը հեշտացնելու մի քանի հիմնարար փոփոխություն է նախաձեռնել։ Առաջինը վերաբերում է տրանսպորտային միջոցների առուվաճառքին եւ նվիրատվությանը։ Նոր կարգավորմամբ տրանսպորտային միջոցների պետական գրանցման ու հաշվառման համար այլևս պարտադիր չի լինի այցելել տրանսպորտային միջոցների պետական գրանցման կամ հաշվառման տարածքային ստորաբաժանումներ։ Գործընթացը թվայնացվում է եւ հասանելի է լինելու թվային հարթակում։ Նախ հարթակում անհրաժեշտ է լինելու անցնել խիստ նույնականացում ESM համակարգի միջոցով, ընդ որում երկու կողմերն էլ պարտավոր են ունենալ էլեկտրոնային ստորագրություն, քանի որ գեներացվող պայմանագիրը ենթադրում է վաճառողի եւ գնորդի ստորագրությունները։ Ի սկզբանե վաճառողը հայտ է ներկայացնում ձեռքբերողին հարթակի միջոցով, ESM համակարգով նույնականացման անցնելու, ավտոմատ գեներացվում է իր նախընտրությամբ, ընտրում է պայմանագրի տեսակը, առուվաճառք կամ նվիրատվություն, ստորագրում է պայմանագիրը ծանոթանալով պայմաններին եւ հարթակի միջոցով արդեն ձեռքբերողի տվյալներով լրացված փաստաթուղթը հայտի միջոցով ներկայացնում է ուրեմն ձեռքբերողին։ Ձեռքբերողը նորից մուտք գործելով հարթակ, ESM ազգային համակարգի միջոցով ծանոթանում է պայմաններին եւ ստորագրում պայմանագիրը։ Քանի որ հիմնականում մեքենայի վաճառքի դեպքում գնորդը որպես կանոն նայում է մեքենան, զննության տալիս, ենթադրվում է, որ հենց այդ պահին կարող են պայմանավորվել, հանդիպել որևէ վայրում եւ միաժամանակ կատարել առուվաճառքը, անգամ բջջային հեռախոսով։ Բոլոր վճարները, այդ թվում պետական տուրքերի եւ մեծ պահանջարկ ունեցող համանջների ընտրության դեպքում դրա արժեքի բոլորն ավտոմատ իրականացվելու է հարթակի միջոցով, չնշեցինք, բայց նշենք նաեւ, որ հարթակի միջոցով իրականացվելու են նաեւ տրանսպորտային միջոցի ձեռքբերման, վաճառքի եւ գրանցման գործողությունների անթույլատրելիության, ասենց ասած ստուգումը, պարզ ասենք, օրինակ, մեքենայի հետախուզման մեջ գտնվելու հանգամանքի, ձեռքբերողի կամ վաճառողի հետախուզման, մի խոսքով բոլոր process-ները, որոնք պետք է իրականացվեին հաշվառման քննական ծառայությունում ֆիզիկապես մարդկանց ներկայությամբ, այլևս իրականացվելու են հարթակի միջոցով։ Սա չի նշանակում, որ քաղաքացին ցանկության դեպքում չի կարող գործող տարբերակով իրականացնել գործարք, այսինքն նախապես գրանցվել, այցելել հաշվառման քննական ծառայություն եւ վաճառել կամ ձեռք բերել մեքենան։ Եթե գնորդը ցանկանում է վճարել եւ գեղեցիկ համար ունենալ, հարթակում հատուկ բաժնում նշում է կատարում, ընտրում է համարը, վճարում դրա համար։ Գործարքից հետո նոր համարանիշները, հաշվառման վկայագիրը կարող է նաեւ ուղարկվել փոստով, իսկ եթե քաղաքացին չի ուզում սպասել, կարող է անձամբ մոտենալ հաշվառման քննական որևէ ստորաբաժանում եւ վերցնել դրանք։ Առցանց գործարքի պարագայում համարանիշը փոստով հանձնել կարող է նաեւ վաճառողը մի քանի օրվա ընթացքում։ Նոր կարգավորումը թույլ է տալիս նաեւ խուսափել համարանիշի փոփոխությունից։ Կարող են համաձայնություն տալ մեքենայի հաշվառման համանիշները չփոխարինելու մասին, հարթակում այդ մասին նշում կատարելով, բայց այստեղ խոսքը գնալու է միայն ցանկալի եւ հերթական համանիշների չփոխարինելու մասին եւ նման նշման դեպքում համանիշներն ուղղակի չեն փոխարինվելու, այսինքն ձեռքբերողի տրանսպորտային միջոցի հաշվառման համանիշները մնալու են նույնը։ Այստեղ շատ լավ լուծում է երևի թե ձեռքբերողի համար, որովհետեւ այլևս ստիպված չի լինելու դրա համար վճարել պետական տուրք 12000 դրամի չափով։ Այս փոփոխությունից բխող եւս երկու նորություն։ Վարորդները նոր կարգավորմամբ կարող են ունենալ թվային հաշվառման վկայագիր։ Եթե վարորդը ընտրում է թվային հարթակով մեքենա գրանցելու եւ հաշվառելու տարբերակը, կարող է զուգահեռ նախընտրություն տալ թվային փաստաթղթերին։ Արդյունքում վարորդը հնարավորություն կունենա բարեկային ծառայողին ցույց տալ տրանսպորտային միջոցի թվային հաշվառման վկայագիրը եւ իր մոտ չպահել ֆիզիկապես պլաստիկ քարտի տեսքով հաշվառման վկայագիրը։ Բայց միևնույն ժամանակ պետք է ասենք, որ դա բոլորովին չի բացառի վարորդների կողմից իրենց նախընտրությամբ ունենալ նաև պլաստիկ քարտով կամ պլաստիկ քարտով հաշվառման վկայագիր ունեցող վարորդը ձեռք բերի միաժամանակ նաև թվային հաշվառման վկայագիր։ Թվային տեղանձնագիրը հասանելի կլինի ներքին գործերի նախարարության հարթակում եւ նույնականացումից հետո բարեկային ծառայողը պլանշետով արդեն կտեսնի վկայագիրը։ Այս ամենն իրականացվում է վարչարարությունը նվազեցնելու, ժամանակ եւ ռեսուրս խնայելու, հերթերը նվազեցնելու համար։ Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու եւ արտերկրում երթևեկության մեջ գտնվելու մասով, ապա ոչ չեն կարողանա եւ այս դեպքում ստիպված կլինեն նաեւ ունենալ պլաստիկ քարտի տեսքով հաշվառման վկայագիր։ Այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ից։ Այս ամենին զուգահեռ կառավարությունը մեկ այլ նախագիծ է հաստատել, որը սակայն օրենքում փոփոխություններ կատարելու տարեպարունակում եւ պետք է ընդունի խորհրդարանը։ Խոսքը վարորդական վկայականները թվայնացնելու մասին է եւ նույն տեղանձնագրի սկզբունքով վարորդները հնարավորություն կստանան ունենալ նաեւ թվային վարորդական վկայական։ Արդյունքում վարորդը կարող է իր մոտ չպահել վարորդական վկայական եւ տեղանձնագիր ու հանգիստ շահագործել մեքենան առանց տուգանվելու։ Մուշեղ Իսախանյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։